Կալանքը որպես այդպեսին ավանդաբար Հայաստանի Հանրապետությունում զանգվածաբար է կիրառվել եւ անկախությունից հետո եւ մինչ այդ առավել եւս եւ անկախությունից հետո կալանքի կիրառման չափանիշները որոշակիորեն պիտի բարձրանային հաշվի առնելով մեր պետության անդամակցությունը մի շարք միջազգային փաստաթղթերի եւ դրանց վավերացումը Հայաստանի Հանրապետությունում սակայն ժամանակի հետ կախված քրեական գործերի տեսակներից եւ կախված քրեական գործերի բնույթից շատ հաճախ ունենում ենք իրավիճակ, երբ կալանքը կիրառվում է ինքնանպատակ, այսինքն նախաքննական մարմինը հենց քննության սկզբնական փուլում ավենևին էլ չունենալով դրա կիրառման իրական անհրաժեշտություն, այնուամենայնիվ որոշակի, այսպես ասած, ապահովագրումներ անելու տեսանկյունից այդ նպատակով միջնորդում է կալանավորման համար եւ կալանքի կիրառման չափանիշների առումով Հայաստանում մենք ներկայումս ունենք իրավիճակ, երբ շատ գործերով անձինք ում նկատմամբ կարող էին կիրառել ազատության հետ չկապված խափանման միջոց, ցավոք այդ միջնորդությունները ներկայացվում են։ Սակայն այստեղ ավելի կարևոր է այդ միջնորդությունների քննարկումը կատարող մարմինների, դատարանների դերը, որովհետև մենք կարող ենք ասել, որ լավ մի կողմից քննչական մարմինը այնուամենայնիվ որոշեց ներկայացնել այդ միջնորդությունները, բայց ինչ կարող ենք անել, երբ դատարաններն են աչքերը փակ բավարարում այդ միջնորդությունները, ընդ որում հետաքրքրական է, որ խափանման միջոց կալանքի կիրառման հիմքում շատ հաճախ ներկայացվում է քննչական մարմնի կողմից բոլոր հիմքերը եւ այդ ամենը կատարվում է ինքնանպատակ, այսինքն շատ դեպքերում ամենևին էլ նոր հանցանք կատարելու կամ փախուստի հիմք արկա չի լինում, բայց այնուամենայնիվ քննությանը խոչընդոտելու հիմքին զուգահեռ էլի սեփական միջնորդության, այսպես ամբողջականությունը իբրև թե ապահովելու միտումով քննչական մարմինը ներկայացնում է դրանք։ Լինում են դեպքեր, իհարկե, երբ դատարանը քննարկում է եւ օբյեկտիվ որոշումներ է կայացնում, սակայն վերջին ժամանակահատվածում շատ են հատկապես նաեւ քաղաքական կամ մոտավորապես այդ բնույթի գործերով որոշումներ, որոնք որ ոչ միանշանակ են ընկալվում։ Եվ մենք հասկանում ենք, որ ժողովրդավարության ցուցիչներից մեկը, արդար դատարաններն են եւ այս պարագայում քրեական արդարադատության ոլորտում շատ կարեւոր է հանրային ընկալումը, թե անձին հատկապես հնչեղություն ունեցող գործերով եւ ոչ միայն անձին ինչ նպատակով կալանավորեցին եւ ինչ հիմքերով արկա են արդյոք այդ հիմքերը թե ոչ։ Այլընտրանքային խափանման միջոցների հետ կապված կա որոշակի դրական միտում վերջին տարիներին շատ են լինում դեպքերը, երբ առնվազն գոնե բանտային կալանքի փոխարեն տնային կալանքն է կիրառվում եւ այս առումով կա քայլ առաջ։ Սակայն տնային կալանքի կիրառմանը զուգահեռ մենք տեսնում ենք, որ բանտային կալանքի թվերը չեն փոքրանում ամենևին եւ սա խոսում է մի իրավիճակի մասին, երբ պարզապես բանտային կալանքին զուգահեռ տնային կալանքը շարունակում է կիրառվել որպես երկրորդային հարկադրանքի միջոց եւ տնային կալանքի հետ կապված ցանկանում եմ ավելացնել հետեւյալը ըստ վիճակագրության տնային կալանքը բավական արդյունավետ միջոց է անձի իրավաչափ վարքագիծը ապահովելու նպատակով եւ շուրջ 93-ից 95% դեպքերում երբ անձի նկատմամբ ընտրվում է տնային կալանքը որպես խափանման միջոց, հետո վերադարձ չի լինում բանտային կալանքին, այսինքն չի լինում դրա անհրաժեշտությունը։ Ակնհայտ է, որ այս պայմաններում սա խոսում է մի իրավիճակի մասին, երբ տնային կալանքը շատ չի տարբերվում բանտային կալանքից, հետեւաբար անձինք նաեւ չեն ունենում որևէ պարագայում հնարավորություն խախտելու տնային կալանքի պայմանները։ Կատարելագործման առումով ես գտնում եմ, որ հարկավոր է
լրացուցիչ երաշխիքներ սահմանել տնային կալանքի պարագայում, օրինակ այդ 1 ժամյա բանտային ռագուլկա են ասում, դրա փոխարեն որոշակի երաշխիքներ տալ անձանց եւ գոնե ուրեմն կարողանան օգտվել անձինք այդ 1 ժամը, այսպես ասած, մաքուր օդին դուրս գալու հնարավորություն ունենան, քանի որ շատ են լինում դեպքերը, երբ անձը փաստացի նույն պայմաններով գրում է, ընդհանրապես տարբերությունը լինում է այն, որ բանտում է գտնվում եւ տանն է գտնվում։ Ինչ վերաբերում է մնացած խափանամիջոցներին, նա լայն տարածում է գտել նաև գրավի կիրառումը, սակայն գրավի կիրառումը շատ հաճախ կամ պայմանավորված է լինում քրեական գործով քննության ավելի ուշ փուլ հասնելու հետ կապված, կամ ընտրվում են պարզապես գրավի այնպիսի չափեր, որոնք որ օբյեկտիվորեն հնարավոր չի լինում վճարել մի շարք անձանց կողմից։ Մինչդեռ օրենսդրությունը հստակ սահմանում է, որ գրավի կիրառման պարագայում գրավ կիրառող մարմինը պիտի նաև միանշանակ հաշվի առնի անձի սոցիալական դրությունը։ Եվ այս առումով կարծում եմ, որ առաջին հերթին դատախազությունը պիտի հետամուտ լինի նրան, որ գրավի կիրառման անհրաժեշտ հիմքերի առկայության պայմաններում չսպասեն մինչև վարույթով որոշակի ժամկետ անցնի, վարույթով անձինք պարտադիր լինեն մի քանի ամիս կալանքի տակ, նոր դա կիրառվի։ Նույն արևմտյան երկրներում գրավը թերևս իր կիրառությամբ հավանական է, որ նաև առաջին տեղում է գտնվում որպես խափանամիջոց, որովհետև շատ են դեպքերը, երբ անձը հասկանում ու գիտակցում է, որ իր ոչ պատշաճ վարքագծի պարագայում այդ գրավի գումարը կենցաղային լեզվով ասած կորելու է։ Եվ բոլորին էլ պարզ է, երբ որ անձին սոցիալական առումով ավելի վատ վտանգ է սպառնում, էլի վարքագիծը նրա շատ հավանական է, որ լինելու է օրինաչափ։ Հետևաբար միանշանակ պետք է գնալ այս ուղղությամբ եւ կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանամիջոցներ, այդ թվում եւ առաջին հերթին գրավը։ Վճռաբեկ դատարանը, այդ թվում եւ մի քանի ամիս առաջ ունեցած նախադեպերից մեկով արձանագրել է, որ անձի շարունակական կալանքի կրման պարագայում ոչ թե անձը պիտի հիմնավորի, որ ինքը դրսևորելու է պատշաճ վարքագիծ, այլ քրեական հետապնդման մարմինները պիտի հիմնավորեն, որ հավանականություն կա, որ անձը պատշաճ վարքագիծ չի դրսևորի։ Ընդ որում այս առումով շատ հաճախ եւ տեսաբանները եւ պրակտիկ աշխատողները վեճի մեջ էին գտնվում եւ ես ինքս էլ միջև այս որոշման կայացումը ունեցել եմ միջնորդություններ, որոնց շրջանակում որ հենց այս բովանդակությամբ եմ հարադարձ կատարել եւ նշել եմ, որ պարզապես անձը շարունակական կալանքի կիրառման պարագայում էլ ավելի քիչ հավանական է, որ կդրսևորի ոչ պատշաճ վարքագիծ կամ օրինակ նոր հանցանք կկատարի։ Այս առումով վճռաբեկ դատարանի տվյալ նախադեպը եւ էլի 1-2 նախադեպեր կան, քայլ առաջ եմ համարում, սակայն շատ կարեւոր է այս նախադեպերի իրական բովանդակային կիրառումը։ Ցավոք սրտի լինում են դեպքեր, երբ նախադեպերը ըստ էության շարունակում են գրել հռչակագրային բնույթ կամ քրեական հետապնդման մարմինները նույն նախադեպերը վերցնում են եւ կալանավորման միջնորդությունների մեջ ներկայացնում են, բայց հայլային պատկերով եւ ոչ պրոֆեսիոնալ կամ ոչ հմուտ մասնագետի աչքին շատ հաճախ կարող է տպավորություն ստեղծվել, որ նրանց ներկայացրած իրավիճակը հիմնավոր է եւ այս առումով բնականաբար պրակտիկայի կիրառման տեսանկյունից շատ կարեւոր է դատավորների պատշաճ պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացումը, որը առաջին հերթին բնական է, հարկավոր է սկսել դատավորների նշանակման եւ ընտրման փուլից եւ ավարտված նրանց հետագա վերապատրաստման փուլերով։ Քրեական վարույթով ներգրավելիս մեր առաջնային խնդիրը մշտապես ոչ թե այս րոպեական կարճ ժամանակամիջոցում, խնդրի լուծումն է, որը օրինակ կարող է լինել, կալանքի վերացումը, այլ բովանդակային առումով նպատակը հետեւյալն է. առավելագույնս ստեղծել բավարար բազա անձի վերջնական դատական ակտում կամ արդարացման կամ բարենպաստ վիճակի ստեղծման առումով։ Ընդ որում խոսքը հետևյալի մասին է, շատ դեպքերում թյուրըմբռնում կա հասարակության մեջ, որ ըստ իրավիճակի փաստաբանը պիտի ստի կամ որևէ լեգենդ հորինի, որ կարողանա օգնել իր պաշտպանյալին, իր վստահորդին։ Սակայն մեր մոտեցումը հետևյալն է.
դեպքերի մեծամասնությունում բավարար է ընդամենը օբյեկտիվ իրողությունը հասանելի, պատշաճ եւ ամբողջական ներկայացնել դատարանին։ Եվ այս պարագայում որքան էլ որ քննչական մարմինները եւ դատախազությունը փորձեն այլ կերպ ներկայացնել իրավիճակը, դատավորների մեծամասնությունը այսօր հասկանում է գործով ըստ էության, օրինակ հանցակազմի արկայություն կա թե ոչ, կան մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ թե ոչ։ Եվ այս առումով շատ կարևոր է հենց գործի սկզբնական փուլում լծվել արդարացնող եւ վիճակը բարելավող ապացույցների ձեռքբերմանը, ինչը ամենևին չի նշանակում, որ խափանամիջոցի փոփոխությունը մղվում է հետին պլան, այսպես ասած, որովհետև Հայաստանում ունենք իրավիճակ, երբ շատ դեպքերում նույնիսկ առաջին անգամ ծանր հանցանք կատարած անձիկ հայտնվելով քրեակատարողական հիմնարկներում սկսում են ժամանակի հետ կրել այդ բարքերը եւ ցավոք սրտի նաեւ դեռահասների պատանիների շրջանում այդ ռոմանտիզմը կապված քրեակատարողական հիմնարկների հետ դեռևս չի հնարավոր եղել վերացնել եւ անգամ մեր վստահորդներից ոմանք ովքեր որ ավելի ընդարձակ քրեական պատմություն ունեն միշտ իրենք էլ նշում են որ շատ կարեւոր է որ դեռահասների երիտասարդության շրջանում ռոպագանդա անել այն որ ամենևին հանցանք կատարելը եւ քրեակատարողական հիմնարկում հայտնվելը ամենևին էլ ամենալավ եւ ամենաանվնաս ճանապարհը չի միշտ նշում եմ հետեւյալը շատ կարևոր է թե անձը ինչպես է վերաբերում իր արարքին եւ շատ կարևոր է թե որքանով է անձը վստահում իր փաստաբանին այսպես ասած վստահորդ փաստաբան հարաբերություններում եթե կա բավարար վստահություն եւ բավարար ազնվություն, ապա շատ մեծ է հավանականությունը, որ փաստաբանը կարող է առավելագույնս օգտակար լինել իր վստահորդին եւ առավելագույնս բարենպաստ հանգուցալուծման բերել քրեական վարույթը։